1869 թվին հայոց այգիներն ինչ պտուղ տվին, հայոց արտերում ինչ բերք էր հասել, դժվար է ասել։ Սակայն այդ թվին Մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն։ Մի մանուկ ծնվեց լորվա դսեղում, նա հետո պիտի դառնա պատանի և երիտասարդ և այր իմաստուն, անբախտ Մարոյին լացով սպանի, մեր հառաչանքը հասցնի Աստծուն։ Մրմուրից դաղված նրա բերանով Սարոյի նանը պիտի ոխ պասի, Մսրազորքի հետ Դավիթը խոսի, գիքորը կանչի էստի համեցեք, նա պիտի երգի ինչ է կամեցել իր մոխրակալած հրակես հոգին, և որքան տրտում, նույնքան կենսագին, տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։ Միևնույն թվին, լոռուց շատ հեռու, Անատոլուի խավար խորքերում մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ, մինչ հայրը նրա Գևոնդ կոշկակար գոգնոցը հանեց արխալուղ հագավ, հարևան դրկից մի շիշողով նրա տուն մտան աչքը լուսանքի, հետո հերթ եկավ կանանց հոսանքի, մի թաս խավիձով կամ ծվածեղով ծննդկանի շուրջ նստեցին նրանք, որդուն մաղթելով արևշատություն, նորատի մորը շուտ ապաշխարանք, աղվորիկ մի հարս, բարի տատություն։ Երևի այդ օր, եթե ոչ մարդկանց, գեթ ամենալուր և ամենազոր բնության համար տոն էր անսովոր։ Չէ որ նա գիտեր, թե ում է ծնել, լսում էր, չէ որ թե ինչ նվագներ և ինչ անհամար, ինչ հայաշխարհիկ երգեր են հնչում այդ երկու թխլիկ նորածինների դեռ ոչինչ չասող առաջին ճիչում։ Երևի այդ օր ցերեկը ձգվեց, քնից նոր զարթնած կտրիճի նման, իսկ ստվերները, հարված սպասող շնիկների պես պոչերը քաշած, լուռ կծկվեցին։ Երևի ահեղ ջրվեժներն այդ օր հոսեցին անձայն, ինչպես նկարում, և լույսը երգեց, քարը պար եկավ։ Անատոլուի ավազուտներում երևի այդ օր մարդիկ քնի մեջ ըմպեցին զովը լորվա ձորերի, ջահելայրու պես ծարավարտերը և այգին պապակ հագուրդ ստացան կրքոտ դեբետի ջրի ծանապակ, իսկ լորվա ձորում քուն մտած մարդկանց երազ այցելեց, մի հրաշալից, անսովոր երազ, հարավից չված հազարան մի հավք, սոխակի ձայնով, ուժով անգղի, աքլորների հետ լուսայք շեփորեց կտուժներն ի վար, հետո դարավոր կաղնու փչակը կցով քչփորեց և մեկ էլ հանկարծ իր կցի վրա այնտեղից հանեց շողեր ծալծլված, շողեր դարսի դարս, օձունի վանքի շարակնոցի պես, մինչ այդ շողերը ծալ բացվելով հենց այն է պիտի ծլնգ զնգային կարմիր, հազարան հավքը հրթիռվեց գնաց վերև սուրացող ասուպի նման և թռեց արդյոք լուսաստղի վրա, թե ինքը դարձավ լուսաստղ մի նոր։ Երևի այդ օր, քանի դար հետո, երկինք ու երկիր հաշտվեցին նորից, երևի այդ օր, քանի դար հետո, Հայաստան բառից պոկվեցին ընկան Ռուսան ու տաճկան։